Նշեմ հետևյալը, այս տարի բանակ է զորակոչվում 2007 թվականին ծնված տղաները, որոնցից շուրջ 7%-ը այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն։ Հաջորդ տարի բանակ է զորակոչվելու 2008 թվականի ծնվածները, որոնց եւս 7%-ը այլևս Հայաստանի քաղաքացի չեն։ 2009 թվականին բանակ են զորակոչվելու 2 տարուց հետո բանակ են զորակոչվելու 2009 թվականի ծնվածները, որոնց ուշադրություն 8%-ը այլևս Հայաստանի քաղաքացիներ չեն։ Եթե մենք այս process-ը հիմա չընդունենք եւ այս օրենքը հիմա չընդունենք, քաղաքացիությունից հրաժարվելու տեմպը ոչ միայն պահպանվելու է, այլ նաեւ արագանալու է։ Հաշվի առնելով, որ մեր քաղաքացիները մտավախություն են ունենալու, որ առաջիկայում մենք բարձր տուրք ենք սահմանելու կամ պատվովճար ենք սահմանելու 15 միլիոն դրամ եւ իրենք իրենց գործողություններում ավելի արագ են լինելու եւ եթե այսօր երեխան 10 տարեկանա կամ 11 տարեկանա չեն շտապել քաղաքացիությունը դադարեցնելու, իրանք արդեն այդ ճանապարհով արագ գնալու են, ինչի դեմը մենք պետք է առնենք այսօր նախագիծը ընդունելով։ Ուզում եմ ամփոփելով ասեմ, որ մենք պետք է վերջ տանք կենացային տրամաբանությանը, որովհետեւ կենացներ ասելով եւ պատվի մասին խոսալով ակնհայտ տեսել ենք ու նաեւ տեսնում ենք այն պատկերը, որ այսօր ունենք։ Խոսելով անհավասարության մասին, որ այ անհավասարություն կլինի աղքատների երեխաները կծառայեն հարուստներին ոչ, փաստացի այդ վիճակն է այսօր քաղաքում, կենտրոնում, Երևանում զորակոչի թիվը բարձրազոր։ Ես ինձ վատ եմ զգալու, ասել են Սարգսյան Հայկը օրենք ընդունեց հարուստների երեխաները չծառայեցին եւ միայն աղքատների բանակ ունեցանք։ Ցավոք սրտի պատերազմից հետո ես այցելել եմ երկարորից ավել զոհված զինծառայողների ընտանիքների եւ նրանց գերակշիռ մեծամասնությունը մեր մասած ապահով ընտանիքներ չեն եղել եւ ես չեմ տեսել որևէ հարուստի զավակ մեր մարզում, ով զոհվել է պատերազմի ընթացքում եւ եւս մեկ անգամ հանգել է մեր մտքին, որ այս օրենքի նախագիծը պետք է ընդունել։ Ինչու՞, որովհետեւ հարուստի երեխաները, ովքեր առողջական թղթերով կամ քաղաքացիությունից հրաժարվելով խուսափել էին ծառայությունից, մենք անգամ չկարողացանք մոբ ռեսուրսի տեսքով իրաց ներգրավել, քանի որ ուղղակի պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն նրանք։ Մենք այս հարցը եւս պետք է լուծեն, ամփոփելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր այս վերջին 1.5 տարիների ընթացքում քննարկել են։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել կառավարության ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմ առաջարկին ընթացք տալու եւ բազմաթիվ քննարկումներ կազմակերպելու համար եւ ամփոփելով ուզում եմ նշեմ նաեւ վարչապետի վերջին ելույթը կապված այս օրենսդրական նախաձեռնության հետ։ Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ, որովհետև երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առայն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ։ Սակայն նշանակում է, որ մեր սերունդը առողջական ծանր խնդրեմ ունի, կամ մեր զորակոչը Հայաստանի Հանրապետությունը մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության եւ հանրության ներկայացուցիչները։ Եթե այդպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետեւ այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը։ Այստեղ իհարկե իրավապահ համակարգի արդյունավետության հարցն է շատ սուր կախված։ Մյուս կողմից մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որտեղ չթողենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը։ Եկել է վճռական որոշումների գնալու ժամանակը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, հարգելի գործընկերներ, անցնում ենք քվեարկության։ Արման կարգը, պարոն Քոչարյան։ Նայեք, այդ աբսուրդային իրավիճակում է։ Ազգային ժողովի, Պաշտպանության հանձնաժողովի օրակարգում ներառված Հայկ Սարգսյանի նախագիծը Պաշտպանության նախարարության առաջարկները իրար հետ կապ չունեն։ Դուք քվեարկում եք մի նախագծի։ Մենք բոլորս քվեարկում ենք մի նախագծի համար, որտեղ 20 միլիոն ու 15 միլիոն է։ Արմեն Խաչատրյանը առաջարկում ասում է 1 ամիսը դարձնել 4 ամիս, որը նախագծում չկա, հայտնի չի Հայկ Սարգսյանը համաձայնա թե չէ։ Պարոն Մանուկյան, շատ լավ։ Ես փաստորեն հասկացա, որ պարոն Սարգսյանը նախագիծը հետ չի քաշում։ Ճիշտ եմ հասկացել, պարոն Սարգսյան, շատ լավ։ Քվեարկում ենք, հարգելի գործընկերներ, ովքեր են կողմ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը եւ գից ներկայացված օրինագծի հետ առնչվող գից օրենքներին կողմ։
Ուզում եմ ասել կներեք, էլի քվեարկությունից առաջ ես Հայկին ասել եմ, որ ես դեմ եմ, բայց ես միանձնյա որոշում չեմ կայացնելու նախագիծը տապալելու, Կողմ, քանի դեմ որ ձեռնպը։ չունեմ։ Կողմ։ Կողմ։ Դեմ, կողմ 4, դեմ, ձեռնպա։ Որ մերաբյան դուք քվեր չեք քվերքում։ Կողմ եք քվեր։ 4-4։ 5 ես բանալեսն դուք երկոքի 5 կողմ 5։ Արմենը, Արտյոմը, Ալեսյանյանը, ես Քրիստինը 5 կողմ։ Ասես կողմ։ Ես սկզբից էլ ասել եմ, ես միանձնյա որոշում չեմ կայացնելու նախագիծը տապալելու, որովհետև կառավարությունը կողմա տվել, ես իմ մյուս գործընկերների կարծիքը չունեմ, հնարավորություն չի եղել խմբակցության կարծիք որոշելու։ Ես միանձնյա Շատ վրա լավ։ չեմ վերցնի Անցանք